Առողջ առավոտ սիրելի հեռուստադիտող, մենք դարձյալ եթերում ենք, առայն որ ձեր այս առավոտն այդ թվում դառնա շատ հետաքրքիր եւ ձեզ փոխանցենք բժշկագիտական հետաքրքիր տեղեկատվություն։ Այսօրվա եթերը մի փոքր կառանձնանա, որովհետեւ բացի բժշկական ակադեմիական տեղեկատվությունից մենք ձեզ շատ հետաքրքիր մի պատմություն, մի մեծ երկար ճամփորդության պատմության հաղորդակից կդարձնենք եւ խոստանում ենք, որ հետաքրքիր է լինելու, այնպես որ ամուր վերցրեք ձեր սուրճի եւ թեյի բաժակները։ Իսկ թե ով է մեր հյուրը, սիրելի հեռուստադիտող, կարծում եմ շատերիդ անգամ ներկայացնելու կարիք չկա, սակայն նա բժշկական գիտությունների տեխնացու ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական եւ նույն ինքը դոկտոր Դավիթ Պետրոսյանն է, մեր շատ հարգարժան Դավիթ Սպարտակվիչը։ Դոկտոր Դավիթ, առողջ առավոտ։ Դոկտոր Ավետիս, դոկտոր Նարեկ։ Ինչպե՞ս եք։ Սիրում եմ դոկտոր ասել բժիշկներին։ Մենք էլ ձեզ, դոկտոր Դավիթ, ինչպե՞ս եք։ Շատ լավ եմ, իմ սիրելի գոլեգա։ Դուք որ ասեցիք ակադեմիկոս, ես մի անգամից ուզում եի ասել, որ ես ախր ակադեմիկոս չեմ։ Հետո մեկ էլ գնաց բանա Ավդալբեկյանը այդտեղ բաներ։ Բայց ոնց որ թե բրիտանական գիտնականները, այդ ճիշտ է, հա, փաստորեն որ ասել են առավոտյան գիրք կարդացեք, ոչ թե սուրճ, կրուասան։ Ես չգիտեմ բրիտանականներն են, թե ոչ անգամ չգիտեմ կատակում եք, թե ոչ ձեզ ճանաչելով, սակայն կատակում եմ իհարկե։ Գիրք կարդալու համար կարծում եմ ժամը, չնայած լուսադեմին մեր ուղեղը թարմ է աշխատում։ Ես ինձ իրավունք եմ վերապահել այսօրվա հաղորդման համար ընտրել խորագիր։ Բժիշկ Դավիթ Պետրոսյան, միջակետ իմ ճանապարհը։ Բժիշկ Դավիթ Պետրոսյան, ես կարծում եմ, որ դուք հայկական առողջապահության մեդիայի կարկառուն ներկայացուցիչներից եք, երևի համար մեկը, ձեր տարբեր հարթակներում մեծ փորձով հանդես գալու այս հանգամանքով։ Խնդրեմ մի փոքր պատմական էքսկուրս անեք, ինչպես որոշեցիք ընդհանրապես առողջապահական մեդիան այդքան զարգացնել, մենք պարտական ենք ձեզ, եւ ինչ ճանապարհ անցաք։ Դոկտոր Ավետիս չեմ ունեցել նպատակ մեդիա այս հարթակը զարգացնելու, տենց բան չի եղել։ Ես մեկ անգամից ուղիղ եթեր հրավիրեցին ուրիշ քաղաքում, էն էլ ռադիո։ Ես գնացի այնտեղ ու վարակվեցի եթերի վիրուսով, տենց բան եղավ հետս, մտավ իմ մեջ այդ բանը, որ այս ինչ լավ գործ է հաղորդավար լինելը, բայց այդ ժամանակ շատ հեռու էի դրանից։ Ու այնպես ստացվեց, որ արդեն պետք է Երևան գայ ու իմացա, որ իմ լավ ընկերներից մեկը դարձել է հեռուստաընկերության ղեկավար։ Ու տենց հանդիպեցի, ասեցի, լսի, դու կարաս ինձ տաս եթերային ժամ, ես դառնամ հաղորդավար։ Ասեց, հենց հիմա գնա այնտեղ նստի ու սկսի վարել, էլի, կիսակատակով իհարկե։ Բայց այդ էլ որ ասեց ու ասեց, վերջ, էդի արդեն դառավ ինչ-որ մի դոմինանտ ու Սուրեն Արզումանյանը, որին շատ լավ գիտեք, ինձ կցեցին իրան որպես ռեժիսոր, ու այդ մեծ կամերաներն էին այն ժամանակ, այս չափսի ուրեմն բերեցին, դրեցին, ես նախապատրաստվեցի մի ժամանոց մի հատ ճառ ասեմ, էլի, բժշկական բանով։ Ուրեմն դա ես ուղղակի, այսպես ասած, փորձ էի անում, օր ու գիշեր, ասում էի, ասում էի, խայտարակ եմ լինելու, ես գնալու եմ նստեմ, ես կամերան դնեմ դեմս, լեզուս պապանձվի, ոչ մի բան չի ստացվելու, բայց այդ վիրուսը ինքը լավ կողմել ունի, էլի, ինքը ոնց որ քեզ լրիվ sense մոբիլիզացնում է ու դու մի 15 րոպե խոսացի Սուրենն ասեց, «Всё հերիքա, всё, դու անցար տվեցիր քննությունը»։ Ունենք հայտնի արտահայտություն։ Ու այդ հեռուստաընկերությունում բացվեց այդ հաղորդումը, որը կոչվում էր Բժիշկ Դավիթ Պետրոսյանի դեղատոմսը ճակերտներով։ Դեղատոմս որպես ոչ թե sense ինքը ինչ կա, այլ որպես դեղատոմս, ավելի վերացական։ Պրոմեթեյ հեռուստաընկերություն։ Հա, Պրոմեթեյ, հետո դարավ երկուս, շատ լավ կոլեկտիվ էր, հիշում եմ այդ տարիները շատ լավ հիշում եմ, sense գիտեք ինչ էր կատարվում այդ հեռուստաընկերությունում, անverջ շարժում էր, մշտական հաղորդումներ կային այս նորություններն էր շատ զարգացած, այդ լրաբեր առավոտ լուսո էր կարծեմ, չէ առավոտ լուսոն հմեկում էր, հա լրաբերն էր, ուրեմն շատ լավ կոլեկտիվ էր, շատ լավ աշխատում էինք,
այս սկսած օպերատորներից վերջացրած արդեն այն կազմով, ադմինիստրացիայով եւ այն շատ լավ տարիներ էր։ Իհարկե ես անցել եմ ստրեսների մեջով, որովհետեւ դուք լավ գիտեք, դոկտոր Նարեկ, դոկտոր Ավետիս, որ հաղորդավարը չպետք է ցույց տա, որ ինքը ասենք թե անհանգիստ է, որ ինչ որ բան են չի, լեզվային սխալներ են լինում մեկ-մեկ, ել չեմ ասում, որ կարճ ժամանակ հետո ուղիղ եթերային գնացին հաղորդումները։ Հերիք չի ուղիղ եթերային գնացին, ինտերակտիվով գնաց, մարդիկ կարող էին զանգեին։ Ուրեմն ձեզ ասեմ, հիմնականում զանգողը արժեքավոր հարց չի տալիս։ Անես մի հատ հարց է տալիս, ոչ մի կապ չունեցող թեմայի հետ օրինակ, հասկանու՞մ եք։ Հիմա ասելու էլ չի թե ինչ հարցեր են եղել, բայց դու պետք է համբերատար այդ ամեն ինչ անես, երբեք չկոպտես զանգողին, երբեք ոչ մի տես բան չի կարելի անել։ Այսինքն այս դաս ենք անցնում։ Ստրեսների մեջով սիրելի գոլեգաներ անցնում ես դու, բայց դա պետք է ցույց չտաս։ Դու պետք է լինես ոնց որ ասած թե հյուր ես կանչել դու որ հանգարց ինքդ խառնվես իրար բայց այդ մարդը ինչ անի առաջի անգամ եկել այդ խցիկի դեմ նստելա պետք է կարողանաս իրան էլ ոնց որ ասած դուխ տաս որ ինքը իր բանով լրիվ ինչ որ ուզում ասի հարցերի կարիք չկա մոռացեք ուղակի վարպետաց դասընթաց ենք անցնում սա նույնիսկ կարելի է դնել էստեղ մաստեր կլաս դոկտոր Դավիթ կներեք ես ձեզ ընդհատեմ մի կարճ բան ասեմ քանի որ որպես հաղորդավար իմ գործունեությունը եւս նոր է սկսվել երբ որ դոկտոր Ավետիս ինձ զանգարեց ասաց այսպեսի գաղափար ունեմ կլինես հետս հաղորդավար ինձ մոտ sense բազմակետեր էին այդ ժամանակ որտեվ լավ հասկացա ես բժիշկ եմ վիրաբույժ եմ երգում եմ նաեւ նվագում եմ դաշնամուր բայց հաղորդավար մի բան որ կյանքում մտքիս մեջ երբեք չէ Մարդը տաղանդավոր է ամեն ինչում, չէ՞։ Դասարանցի, մեր դասարանցի։ Առաջարկում եմ, որ մենք առանձնապես հարցեր չտանք, որովհետև շատ նման կարող է լինել մեր հարցերը այն դոկտոր Ավետիս հարց տվեք, էլի ես կդառնամ մենախոսություն։ Մեծ սիրով ձեզ կլսեմ։ Հայ երկուսից հետո մի հատ քրոնիկոն է, ձեր էպոպեան փորձենք հասկանալ։ Երկուսը տևեց 10 տարի ուղիղ։ Ամեն շատ լավ էր, հա 10 տարի։ Ընդամենը։ Ու ասեմ որ ես որ եկա կային հաղորդավարներ, չէ՞ որ ես եկա դաշտը լրիվ դատարկեր։ Արմենիան մի շատ աշխուժ հաղորդում ուներ, իրանք էլ ունեին այդպիսի քաղաքականություն, որ 6 անգամ օրը հաղորդում էին կրկնում։ Տենց էր։ Մեկ էլ դու տենում ես խառնվում էր իրար հին հաղորդումը, մեկ էլ այսօր էր գալի ցույց տալի բան այդ խեղճ հաղորդավարուին շատ լավ աղջիկ էր։ Ինքն էլ սկիչ էր կարողանում այդ ամեն ինչը կառավարել արդեն ինքը տեսագրվեց գնաց այդ հաղորդումը իր կյանքով սկսում էր առանձին ապրել հայտնի չի իրան երբ ցույց կտան երբ չեն ցույց տա հետո բան հանրայինում Հակոբ անունով գոլեգա ունեինք ինքն լավ հաղորդում ուներ գնում էր հիվանդանոցներում նկարում էր բանից չէր որ ես եկա ու հանգարցակի բացահայտվեց մի հատ sense բան էլի դաշտ չէ բայց այդ գիտեք ինչ համելսես բան սկեթե սկզբում թվում էր որ դա sense տոնի պես մի բան է դու հաղորդավար ես քեզ ցույց են տալի երրորդ տարին նոր ես զգացի որ ինձ սկսեցին ճանաչել կհավատաք իհարկե Ուրեմն քեզ թվում է որ երեք ցույց տվեցին դու ես գալի փողոց ու քեզ ես արդեն ճանաչում են ոչ մի դեպքում երրորդ տարին նոր ինչ որ կայուն եղավ որ սկսեցին ճանաչել բայց ամեն ինչ ավետիս որ դառնում է աշխատանք ինքը իր հմայքը սկսում է կորցնել բարձրացնես արդեն դա աշխատանք է դու արդեն պետք է վերկանաս գնաս ինչ որ պատասխանատվություն ա քո վրա հյուր գտնելը լավ գիտեք որ հյուր գտնելը հեշտ չի թվում է թե հա բժիշկ ես հրավիրում ամեն մեկին չես հրավիրի ես գիտեք ինչի հետ եմ դա ասոցացնում թվում է թե փոքր շրջապատ չունենք չէ այդպես այո ու նույն ասոցիացիան ինձ մոտ լինում է որ Աստված մի արած է հարազատներից մեկը բժշկի կարիք է ունենում քեզ թվում է որ ամբողջ համակարգին գրեթե ճանաչում է չես կողմնորոշվում ինչ խորհուրդ տաս ում խորհուրդ տաս նույն ասեք որ ունեցել եք նման ասոցիացիա յուր գտնելու պես իհարկե մի բան էլ ասեմ ուրեմն դուք վիրաբույժ եք դոկտոր Նարեկ ուրեմն ամենադժվարը վիրաբույժի մոտ ուղարկելն է շատ ժամանակ այս որ քեզ դիմում է հենց ինքն էլ քեզ ասում է ու մոտա ուզում գնա ու մեկ անես անուն են տալի որ դու ասում երբեք չէր իրան ասի գնա իր մոտ բայց այդ մարդը ուզում է ամենասխալ բանն է համոզել որ չգնա այո որտեղ երբեք չգիտես ինչ կլինի
Այն ամենալավի մոտ էլ կարող է անհաջողություն լինի։ Դրա համար ասում ես, հա, ճիշտ է, լավ, շատ լավ ես մտածել, իրան շատ պետք է կզանգես մի բան էլ խոսես, կասես մարդը իրան լավ զգա։ Դոկտոր Դավիթ ջան, հետո ինչ 10 տարի հետո ուրեմն Մոսկվայում ես Մոսկվայից եկա այստեղ առաջացավ տենց բան իմ ընտանիքը մնաց Մոսկվայում որ ես հետ գնամ կինս ասես պիտի հետ գաս ասի լավ ու հենց այդ ժամանակ Մոսկվայում բացվեց հեռուստաալիք որը ռուսալեզու էր բայց հայկական TV Armro էր կոչվում ծանոթ մարդիկ բացեցին շատ լավ այնպես բան դե ասի լավ որ տենցա այդ պրոդյուսերն էլ մեր հաղորդավարուհիներից էր Երևանում աշխատող շատ լավ կին էր զանգեցի բա հա արի շատ ուրախ կլինենք ու ես մտածեցի որ ես փաստորեն աշխատանքից նույնն ամանում ես գնում եմ ուղղակի այնտեղ համ կապրեմ իմ տանը համ էլ ուրեմն այդ հերոստալիկը սկզբում էլի ամեն ինչ շատ լավ էր մեկ էլ պարզվեց որ ֆինանսավորում տենց էլ չի գտնվում այդ ալիքի համար գիտեք ինչ գովազդն է հիմնականում բանի այդ դոնորը այս գործի գովազդն է բայց գովազդը ում համար հայերի համար մի հայ ապրում է Արխանգելսկում մյուսը ապրում է Կրասնոդարում մյուսը ստեղ դու ինչը գովազդես որ այդ բոլորը հասանելի լինի իրանք գնան սկսեն այդ ապրանքը շատ առնել կամ ծառայությունից օգտվել այդպես էլ նորմալ է ստաբիլ գովազդային քաղաքականությունը չկարողացավ կառուցի այդ դրա ղեկավարությունը ու ինքը մարեց այդ ժամանակ զուգահեռ հելիստեղ ինչ որ բաներ եղան մեր մոտ Երևանում որ ես կիսա տենց գնալ գալով աշխատում էի մի բան իրանց համար էի նկարում մի բան ստեղի համար էի նկարում ու այդ ժամանակ այդ հանրայինում պրոյեկտ բացվեց մենք կառուցեցինք ստուդիա ունենք իմ ստուդիաներ արդեն PTS-ը հանրայինից վեր էր կանում գալիս էր այդտեղ մի քանի հատ կամերայով այ ոնց որ ձեզ մոտ է դնում էին նկարում էին իրանց մոտ մոնտաժն էին անում ես միշտ ներկա էի լինում մոնտաժի ես մեծ նշանակություն եմ տալի կադրերին ասենք հյուրը մի բան է չէ խոսում դուք ասենք վիրաբուժեք ասեցիք լապարասկոպիայի ժամանակ ավելի լավ է երևում էկրանի վրա քան թե եթե բացով ես անեի ենթադրենք այդ տիպի ցույց տաս դու այդ կադրը պիտի դրվի բայց մոնտաժանողը կարող է այդքան չիմանա որ կադրն է դնում պետք է ընտրես այսինքն դա այդ ու էլի ամեն ինչ փոխվեց ստեղի հետո շանթում կար մի վնասիր որը շատ լավ պրոյեկտ էր իսկ այլ լիցենզիոն էր որտեվ կար այդպիսի դոկտոր Օզ հիմա ինքը դարել է մեծ ղեկավար Ամերիկայում Տրամպը իրան նշանակեց լավ պաշտոնի այդ Օզման կարծեմ առողջապահության ինչ որ գծով ինչ որ հա առողջապահության ինչ որ մի հատ մեծ գերատեսչության ղեկավար դրեց չէ նախարարը Քենեդին է այդ դոկտոր Օզը ինքը թուրքական ծագում ունեցող բայց ինքը այնտեղ ծնված մեծացած մարդ ես համարում եմ իրան ուղակի հանճարեղ հաղորդավար այ եթե մենք ուզում ենք վերցնենք էտալոն որից բոլորս կլինենք ավելի քիչ մեկը կլինի 0.3 օզ մեկը կլինի 0.2 օզ բայց 0.8 օզել չենք կարա լինենք այդ ինքը ուղակի հանճարեղ է մի հատ ուղակի միացրեք նայեք հետարքսության ես նայել եմ շատ տեսել եմ այդ մարդը ինչ սահուն կարա երկար խոսի ու ձայնն էլ տեմբրն էլ վատը չէր իրա էլ չեմ ասում թե ինչ ճոխ ուրեմն հաղորդում էր իր բյուջեն հսկայական ինչից գիտեմ երբ որ իրանք ունեն այդպես հասկացողություն Bible ամեն հաղորդումը հաղորդաշարը ունի այդ իր Բիբլիան Bible այս հաստության էր մի վնասիրինա թերթում ես քանի հոգի պետքա լույս ապահովի քանի հոգի պետքա օպերատոր լինի այն որտեղից որ անկյան տակ եւ ձայնի վրա մի 5 հոգի մարդ է նստած իսկ մեր մոտ ասենք թե որ մի հոգին ընդհակառակը մի 5-6 տարբեր գործեր է անում որը իրանք այդպես բան չեն անի ել չեմ ասում հյուրերը ել ինչքան հսկայական այդ բանը լսարանը ինքս էս բարձանում աստիճաններով մարդկանց մեջ ինչ որ այնտեղ ծափ են տալի բան լրիվ իսկական դες լուրջ շոու էր էլի դե մենք իհարկե այդպես չենք էլ կարող անեինք ոչ մի հեռուստաընկերություն այդքան բյուջե չի կարող հա շատ լավն էր ինքը հա ինքը ամենադիտված հաղորդումներից մեկն հա ու զուգահեռ դրան
ղեկավարության մոտ առաջացավ ցանկություն ունենալ ցերեկային հաղորդում, բժշկական հաղորդում ուղիղ եթերով։ Դա էլ մասնագետ on-line էր։ Ես էլ գնացի դա դրթեցին սկսել սպորտով զբաղվել, որտեղ ես ինձ կողքից որ տեսա շուտմանի կադրում չի եղել։ Ես ասեցի, այս մարդը ոնց կարա խոսա առողջ ապրելակերպի մասին, նիհարելու մասին, ու սկսեցի լավ է, ես գոհ եմ շատ։ Ու դա ուղիղ եթերային էր, ինտերակտիվ էր, զանգեր էինք ընդունում, հեռուստաընկերությունը կոմուտատոր ստեղծեց։ Ուրեմն այդ կոմուտատորը կարար մի անգամից ընդուներ, ասենք թե մի քանի տասնյակ զանգ։ Քանի անգամ այդ համակարգը կախում էր։ Այնքան զանգ էր լինում, որ ուղղակի ինքը կանգնում էր։ Հետո մի քիչ նորից սկսում էր աշխատել։ Ուղղակի ես ասեմ մեր հեռուստադիտողին, որ մեկ-մեկ որ լինում է այդպիսի լինում է տենց հաղորդում, ուղիղ եթերային եւ իրանք զանգում են եւ իմ զբաղված ասում են սա որ զբաղված ասա ինչքան ուզում ես լավ համակարգ դիր մի մարդու զանգ կարաս ընդունես այդ մարդը ինքը խոսում է այս հաղորդավարը կամ հյուրը պատասխանում է այդքան այդ ժամանակ զանգողներինը կորում է Մասնագետ on-line թե մասնագետ on-line չեմ հիշում Մասնագետ on-line գծով հա մանուշակագույն ինչ-որ բրենդինգով չէ ինքը սկսում էր նախատեսված էր որպես շատ տարբեր ես մենակ բժշկական պետք է չվարեի Դա ուզես կարար գար, ասենք թե դա ես որպես հաղորդավար կվարեի, բայց չստացվեց, ինքը էլի հետ եկավ բժշկականի։ Դες ուրիշ իրան ծառայությունները հեռուստաընկերության չէին կարողանում ապահով էին լավ հոսք հյուրերի, դե ես էլ ապահովում էի, որտեվ ասում եք ընկերներ, ծանոթներ, բաներ, համ էլ ինքը բավականին այնց նայվող էր, այդ հյուրը որ գալիս էր լավ բաներ ասում խելոք նայում էին, ասում ո՞յ ինչ լավ բժիշկ է, գնանք իր մոտ բուժվելու։ Ու դες ինքը գնաց։ Դե հետո ճիշտ ասած պրոյեկտային, ուրեմն հեռուստատեսությունը պրոյեկտի մեջ լինելը ինձ սկսեց մի քիչ լարել, որտեվ այդ պրոյեկտը դա կոլեկտիվ է ու շանթը ինքստինքյան պրոդյուսերական ընկերություն է։ Այնտեղ այդ պրոդյուսերն է Չնայած ես ինքս էի պրոդյուսեր, բայց ժամանակ շատ էր տանում։ Պետք է պատրաստվես հաղորդմանը, պետք է մի խոսքով էլի։ Ես որոշեցի առանձնանամ ու ինքս բացեցի արդեն դոկտոր Դավիթը այդ ժամանակվանից սկսվեց դոկտոր Դավիթը ինքս էի անում ամեն ինչ, ինքս իմ ստուդիայով, իմ ռեժիսորով, որը Արտուրն Գրիգորյան, գիտեք, ինքը ամեն ինչ կարա անի։ Ջեն ողջույններս, ընկեր ջան։ Մեր Արտուրին եւս ողջույն։ Գնացել այսօր Գյումրիում ինչ-որ բան նկարում։ Դե Արտուրն էլ բժշկական կենտրոն են բացում, բան ես միշտ չի որ հետը գնում եմ։ Արտուրն էլ։ Այսինքն մենք ձեր ամբողջ քրոնիկոնով ըստ էության կարողացանք անցնել։ Հա, եթե խոսքը գնում է հեռուստատեսային մասին, հա, այդքան հետ 2001 թվականից մինչև հիմա 25 տարի այդ դոկտոր Դավիթ պրոյեկտը գոյություն ունի։ Ես մտածեցի, որ ասենք Դավիթ Պետրոսյան, հա, բայց այս ընթացքում մի քանի Դավիթ Պետրոսյան հայտնվեցին տարբեր ոլորտներում, որոնք սկսեցին բան տալել, ինչ որ շեղել, ինչ որ ակտիվիստներ Դավիթ Պետրոսյան անունով, ինչ որ մոտավորապես Արսեն Գրիգորյանին անունը։ Ստացվեց, որ ասեցի, լավ, Դավիթ Պետրոսյան շատ կա, բայց օրինակ այս դոկտոր Դավիթ ոնց որ չկա։ Ասի, եթե ես վերցնեմ ինձ այդ բրենդը Ոչինչ էլի։ Արսեն Գրիգորյաններն էլ չէ, հետաքրքիր վարվեցին այստեղ, մեր ոլորտից չեն, բայց յուրաքանչյուրը Արսեն ջի, մի պահ, մրո, այսպես բան եղան, ռեպրոդուկցիա եղան իրար։ Շատ եղավ։ Բժիշկ Ամիրյան, որպես սկսնակ առողջապահական հաղորդավար վետերանին ինչ հարց կհեղեք, ինձ այնքան հետաքրքիր է, ես ոչ այստեղ եմ, ոչ այնտեղ, էլի մեջտեղում եմ։ Հարց չէ, ես հա, կա, հարցերը շատ են իհարկե, բայց կարելի է այսպես ձևակերպել, այլ բավականին լավ լուրջ ճանապարհ եք անցել, լինելով բժիշկ, թողնելով կլինիցիստ, որպես բժիշկ կլինիցիստ աշխատանքը, անցնելով այս աշխատանքին, այլ ո՞րն էր ձեր հաջողության գրավականը։ Ես չպետք է խոսամ իմ հաջողության մասին, անհամեստություն կլինի, ում էլ երկար ժամանակ հեռուստացույցով ցույց տաս, իրան մարդիկ սկսեն ճանաչել եւ դա կարելի է ընդունել որպես հաջողություն։ Չունք դառնա Դավիթ Պետրոսյանը։ Հա, այդ եկեք այդ հարցը, այն ինչ որ մեզ ապահովում է հեռուստատեսությունը, իր այդ ամբողջ այդ
ծավալով չվերագրենք մեզ։ Բայց ես անում ես մի բան հարցնեմ, էլի ձեզ, ամեն դեպքում դուք բավականին լուրջ ճանապարհ եք անցել։ Հեռուստատեսությունը եւ այսօրվա մեդիան, փորձենք այս հատվածում դրան անդրադառնալ։ Ինչ համոհոտ ունի սպეციფიկ հեռուստատեսությունը, որ մեդիայի մյուս հարթակները այդպես էլ երևի չհավակնեն, ոչ թե լավ կամ վատ կոնտեքստում, այլ ինչ սպეციფიկ համոհոտ ունի ձեզ համար հեռուստատեսությունը։ Սկսենք նրանից, որ հեռուստատեսությունը ապահովում է ամենալայն ուրեմն շրջանակը դիտելու։ Ինչքան էլ երկիրը փոքր լինի, ոնց էլ լինի, բայց ալիքների շատ լինելը այդ ամբողջից փոկում են իրանց մասը, որը կոչվում է ռեյտինգ, չէ՞։ Դա մեզ մոտ այդքան էլ ժամանակին կար, բայց հետո մեղադրեցին, որ կողմնապահություն են անում, ինչ որ ալիքի շատ են գրում, քիչ են գրում, բան դժգոհություններ եղան, հետո հիմա ոնց որ ուզում են վերականգնեն, չգիտեմ ինչ, բայց ամեն դեպքում մարդը նստած է տանը, մեծ հավանականություն կա, որ ինքը հեռուստացույցը կմիացնի։ Ու ինչ որ բան կսկսի նայել։ Ասեմ ձեզ, բժշկական հաղորդում ջահելները շատ քիչ են նայում։ Իրանց այդ թեման չի հետաքրքրում։ Ամենաշատը, եթե դեպի կոսմետոլոգիա է գնում, ինչ որ տենց մի բան կարող է ինչ որ մի բանի իրեն թվում է, որ իրեն կարող հետաքրի։ Դե քանի որ չեն հետազոտվում, չէ՞։ Քանի դեռ չեն հետազոտվում։ Որտեղ կան հետազոտվում։ Ձեզ թվում է, մենք իրաց կասենք, որ իրանք ինչքանով են առողջ, հա, բայց ամեն դեպքում այդ պետք է հաշվի առնել, բայց շատ մարդ կա, որ սիրում է բժշկական հաղորդում նայում է, ու ինչն է կարևորը դոկտոր Ավետիս օգուտ է ստանում։ Մեր աշխատանքը իրանց համար է։ Մենք այն ինչ որ մենք ենք խոսում ինքներս հյուրին հարց տալուց կամ հյուրը ինչ որ բանի մասին խոսում է, դա բժշկական գիտելիքների քարոզչություն է։ Բժշկական գրագիտությունն ենք մեծացնում։ Եվ վաղը մյուս օրը, երբ որ դու կոչ ես անում, ասենք թե պատվաստվելու, եթե այդ նախնական աշխատանքը չլինի, շատ ցածր արդյունավետություն կլինի։ Բայց քանի որ նախնական ասել ես, դրա մասին խոսել ես, այդ թեման բարձրացրել ես, մարդիկ լսում են ու սկսում են կատարել։ Կամ ասենք ծխախոտի հետ կապված մենք շատ ակցիաներ արեցինք 2002-3 թվականից, երբ որ Հայաստանում գիտակցված ձևով սկսեց գնալ այդ tobacco control հասկացողությունը, մենք շատ միջոցառումներ ենք արել, շատ հետաքրքիր կինոյի տանը tobacco free fashion and movie տենց մի հատ տարի էր արեցինք, մի ամիս հավաքում էինք դատարկ տուփեր, հենց Պրոմեթևսի ծխողների, դեռ շատ են ծխում, ընդհանրապես հեռուստատեսություն շատ ծխողներ կան։ Ողջունում ենք ձեր ծխող գործընկերներ, օպերատորներ, ռեժիսոր, բոլորը աշխատեք դրանից ազատվեք։ Ու այսպես մի սար հավաքվեց, գլանիվի հետ պայմանավորվել եմ, այնտեղ ասֆալտային փռում երկու փողոց ենքում, ինքս նստեցի կողքը, այդ գլանիվը եկավ կինոյի տան մոտ, կատոկն է, չէ՞, հայերեն։ Կատոկը, հա։ Ես իջա, հենց այդ էր առիթը, որ ես այդ բառը իմացա թե չէ, ինչեւ հիմա կասեի կատոկ։ Ուրեմն այդ գլանիվը լղջեց, այդ սարը։ Հետո երևունի բժշկական քոլեջի ուսանողուհիները ղժալով սկսեցին տարօրել այդ դրանք, այդ ծամինը դարաշով։ Ու այն ժամանակ գիտեք ինչն էր լավ։ Բոլոր հեռուստաընկերությունները, բոլոր ընկերությունները նորություններ, որոնք ունեն, ոչ միայն հեռուստաներ, թերթեր, բոլորը հաճույքով գալիս էին, որ ասում ես, մի հատ միջոցառում ենք անում, անշահախնդիր ձևով գալիս էին։ Կոմերցիան չէր մտել դեր, չէր մխրճվել, միջև հետո տեղափոխվեցին կինոյի տուն, հինգ կինոյի տուն, եւ արեցինք նորաձևության ցուցադրություն մեր հայկական հագուստի դիզայների, որ ցույց տանք, որ կինը, աղջիկը կարա շատ հմայիչ, գեղեցիկ, լավ, ոճային հագնված լինի, չծխի։ Չէ՞ որ սենց բան կա, աղջիկը դպրոցն ավարտում է, ասում է ես մեծ եմ արդեն։ Ինչ անեմ, որ իմ մեծ լինելը, իմ ինքնուրույն մի մասը վերցնում սկսում է ծխել։ Նախորդ դարի 50-ականներից սկսած կամ առաջ հետ այդ տենդենսներ, որ եթե դու ծխում ես, դու արիստոկրատ ես եւ այլն, բայց հիմա ծխել ընդհանրապես խեր գնացել իր եղունգները սիրուն սարքել, ներկել, բան չէ, ամեն ինչ ինչի արել, եթե ինքս չի պահելու ես
բանով էլի։ Հա, բայց այդ շատ մեծ դեր խաղաց, ասեմ ձեզ դոկտոր Ավետիս, դա այդ տարիներով այդ գործը օգնեց, որ 20 թվին մենք կարողացանք այս գործող հիմիկվա օրենքը մենք ընդունեցինք։ Այո, եւ ես շնորհակալ եմ դրա համար։ Ձևավորեցինք բացասական վերաբերմունք երկրորդական ծխի։ Էլի մեր գործընկերների, որոնք որ շատ մեծ ներդրում ունեն, դրա մասին հիմա չեմ ուզում բարձրաձայնել, քանի որ մեծ ծրագրեր ունենք իրենց հետ այդ մասին խոսելու։ Դոկտոր Նարեկ, մեր խոսույթը մի փոքր փոխվեց եւ դոկտոր Ավետիսից մի խնդրանք, երկուսով խնդրենք դոկտոր Դավիթին, որ մի ուղերձ հղի առավոտյան, առողջ ուղերձ, որովհետեւ ինչքան էլ որ մենք շատ ենք սիրում այս վիրուսային հիվանդությունը եւ եթերում լինելը, միևնույն է եթերաժամը քրոնիկոնը մեր քրոնոմետրաժը։ Մի օգուտել տանք, չէ։ Այո։ Մի ուղերձ, առողջ ուղերձ։ Ես ասեմ առողջ ուղերձս, քանի որ ինքս արդեն 10 տարի է հետևում եմ դրան, ֆիզիկական ակտիվություն։ Դա համարում եմ շատ կարևոր, դարերով, հազարամյակներով մարդը չարքաշ կյանքով է ապրել եւ ֆիզիկական աշխատանք արել։ Հետո վերջի մի 200 տարվա ընթացքում ավելի շատ դիտարկումը ցույց է տալիս, որ համարյա չեն շարժվում։ Մեքենա, տանը նստած, դա շատ վատ է ընդհանուր նյութափոխանակության համար մարդու։ Եվ ես գտնում եմ, որ ոչինչ չի խանգարում բոլորին, չեմ ասում, որ անպայման պետքա լինես չեմ ինչ վիճակում կամ շատ ջահել լինես, ոչ։ Բոլոր տարիքների, բոլոր քաշի, բոլոր սեռի մարդիկ կարող են ֆիզիկական ակտիվությունը որոշ չափով անեն։ Իսկ թվում է այդ եթե անեն, ու մեկ էլ իհարկե չծխեն։ Մնացածը ամեն ինչ ինքն իրան շատ լավ կդառնա։ Այս համար դուք օրինակ եք եւ սա այն դեպքն է, երբ դուք ասում եք մենք հլու հնազանդ ընդունում ենք, որովհետեւ տեսնում ենք, որ չնշեմ ձեր տարիքը, բայց դուք շատ երիտասարդ տղամարդու հաճելի խնամված։ Ես հենց ես կետամ կասեք, չէ։ Կասեք ինքը այսքան տարի։ Ոչ ոքի չեմ ասում, թե քանի տարեկան է։ Դե ինչ, բժիշկ Ամիրյան, դոկտոր Նարեկ, այսօր մնանք այդ ֆորմատի մեջ, դոկտոր Դավիթ, մենք երկուսով ի սրտե մեծ շնորհակալություն ասենք ձեզ, ձեր այս վարպետաց դասընթացի համար, ինչ որ առումով օրհնության համար, բոլոր լավ կոլեգիալ մտքերի համար, որ փոխանակեցինք, թվով սա մեր երրորդ հանդիպումն է եթերում եւ ես շատ ուրախ եմ դրա համար, ընդհանրապես ուզում եմ առիթից օգտվելով ասել, որ այս ոլորտում եւ ընդհանրապես ձեզնից շատ բան եմ սովորել եւ շնորհակալ եմ։ Չգիտեմ մեկ էլ երբ առիթ կստեղծվի դրա համար, միշտ հիշեք եւ սա ասում եմ իլուր ամբողջ աշխարհի եւ ամբողջ հայության, ովքեր որ հետեւում են մեզ։ Շատ առողջ էր տրամադրությունը, առողջ են մտքերը, հուսամ դուք հասցրեցիք։ Առողջ է, այո, եւ հուսամ որ դուք ձեր սուրճը ինչով եք առաջարկում, սուրճը փոխարինել, կրուասան։ Բայց ինքս երբեք չեմ անում։ Ես առաջարկում եմ ամեն ինչ մի կողմ դնել եւ 20 րոպե, սրանից հետո առողջ առավոտների ընթացքում շարժվել եւ մարզվել եւ հետեւել մեր խորհուրդներին, մենք կփորձենք որ դրանք իսկապես չվնասեն ձեզ։ Մի վնասիրի կոնցեպտը պահպանելով առողջապահության մեջ։ Հիշատակեցինք հետաքրքիր քրոնիկոնով անցանք, հաղորդումը վերնագրեցինք դոկտոր Դավիթ իմ ճանապարհը, այսինքն այն ամբողջ ճանապարհը, որ այս մարդը հարգարժան մարդն անցել է առողջապահական ուղղվածության մեդիայում, ժպտացինք, ուրախացանք, լավ տրամադրությամբ զինվեցինք, որպեսզի մեր օրը անցնի առողջ։ Հրաժեշտ տամ ձեզ, սիրելի գործընկերներ, դոկտոր Դավիթ եւ դոկտոր Նարեկ, իսկ ես դոկտոր Ավետիսս ձեզ խոստանում եմ, որ մենք դարձյալ կհանդիպենք մոտակա առավոտ, առողջ առավոտ բոլորիս։